Ես ավետարանը պիտի կարդաս, որ ճիշտ ճանապարհի վրա ընկնես։ Այսօր մարդիկ կան, որ առաջին անգամ են հովանալու։ Մի ծրագիր կա, որ կոչվում է նավիգատոր։ Երևի թե շատերը օգտվել եք, չէ՞ ծրագրից։ Եթե չմիացնեիք, երևի թե չհասնեիք։ Ուրեմն սիմվոլիկ կերպով սիրելիներ ավետարանը մեզ համար ևս այդ նավիգատորն է, այդ հուշողն է, ճանապարհացույց տվողն է, որ մենք այս ծրագիրը մեր սրտի մեջ պետք է ունենանք, որ կարողանանք հասնել հովանավան։ Ամեն մեկը իր պատկերացրած ճշմարտությունն է առաջարկում, բայց միակ բացարձակ ճշմարտությունը այս գրքի մեջ է, որովհետև հեղինակը անսխալական մեկն է։ Եվ վերջապես կյանք կա այս գրքի մեջ։ Այսօր դուք բոլորը դժգոհում եք, չէ՞։ Կյանքս վերածվել է դժոխքի։ Դրախտն է նաև իմ ձեռքերում։ Եվ այդ դրախտը պիտի տեղափոխվի ձեր սրտի մեջ։ Հիմա բոլորս միասին բժշկության աղոթք անենք։ Ձեներ պատկերացրեք, այո, իրապես ես Քրիստոսին եմ գրկած պահել։ Քրիստոս նայում է ձեզ, ձեր աչքերի մեջ, իր ականջը պիտի կախի եւ լսի ձեր աղոթները, թե ինչ եք շրշնջալու, ինչ եք մրմնջալու, ինչ եք ուզելու, եւ հավատում ուզեք, եւ նաեւ սպասենք հրաշքին։